Բարև ձեզ, բարի եկած եք Civilnet-ի եթերում։ Ես Սետրակ Բալյանն եմ, Save the Ark շարժման համահիմնադիր, եւ այսօր կգտնվենք Երուսաղեմի հայոց թաղամասի սրդի մեջ, Գովերու Բարդես տարածքին վրա, որը արդեն ավելի քան 500 օր հայ համայնքի երդասարտները եւ Save the Ark-ի երդասարտները 24 ժամ 7 օր կվերահսկեն։ Իմ այսօրվա զրուցակիցը բարոն Հակոբ Փյուրեջյանն է, մեր շատ սիրելի բարերար։ Բարև ձեզ, բարոն Հակոբ, բարի եկած եք։ Ուրեմն գուզեի սկսել քիչ անցյալին երթալով։ Դուք Երուսաղեմ ծնած մեծած եք։ Ինչ են ձեր հիշադակները Երուսաղեմի մեջ եւ հատկապես Գովերու Բարդես տարածքին վրա։ Ես միշտ կսեմ, որ փախտավոր եղած եմ, որ Երուսաղեմ ծնած եմ, ուսումս ստացած եմ թարգմանչած վարժարանի մեջ եւ ադի ամեն ինչ որ մեզի գերդած է մեր կյանքը եւ ինձ համար Երուսաղեմը շատ կարեւոր թեր խաղացած է եւ հիմա որ նստած ենք իմ մեր հինդունին երևը թութի ծարինդագը բացարիք իմաստունի հիմա որ հետ խոսում եմ հիշում եմ մեր իմ օրերս մայրս հայրս եղբայրս քույրերս ինձ համար բացարիք իրականություն մնա հիմա Այսինքն մենք այս դարածքը ճիշտ գիծ է Ցերդունին, Ցերդունը ճիշտ խոսել։ Միշտ երբ որ Գովերու Բարդեսի մասին խոսենք, գշեշտենք քաղաքական առավելությունները, կարևորությունը, ռազմավարական, բայց ադեներ գմորնանք այդ մարդկային գաբը, որ ունեցած ենք։ Հիշենք, որ հոս քաղաքականները ժամանակավոր Աբաստան կզազեն, ուխտավորները հոս կմնային, այսինքն ամեն մեկ համայնքի անդամ դարբեր սերունդ է, դարբեր վերապերմունք ունի այս հողին հետ։ Ձեր վերապերմունքը ինչ եղած է, այս հողադարածքը ինչ էր ձեր ժամանակ։ Ես կհիշեմ, որ այս հողադարածքին վրա ամեն կարուն կամ ամառ չեմ գիտեր, ամբողջ թաշտը գագաճ կլար, գարբիր գագաճ եւ վանքի ամեն ժողովուրդը գիրագորեր հոս կուկային եւ պիկնիկ կնեին հոս։ Ադիգա բնավ չեմ մոռալ։ Ոդև ճիշտ մենք վանքին 10 ոդկանտին ենք այսինքն նո։ Սո իրենց համար հեշտ էր վանքին կալոս, պիկնիկ կնել, ուրախանալ, երեխաները խաղան։ Ասի մեր մատուցության մաս կազմի, հարյուրավոր տարիներ մեզի եղած է եւ չեմ գնալ երբեք որ օրում ասիկա մեր ցերկեն գործընծնենք։ Եվ այնադեմ վստահ եմ շատ դեղ չի գար երտալու, այսինքն քաղաքեն դուրս, բարիսպեն դուրս չէին երտալ մարդիկ։ Ախտավոր եք հիմա մեր ադենը մինչև ժամ 8:30 վանքի մեջ կանցնեինք, ակումբները երթայինք, ժամ 8:30-ին թուրը կոծվեր, դեռ չունեինք երտալու, ուրեմն ուկայինք տուն, քիրքեր գարտայինք, մեր տասերը կսորվեինք եւ ուրիշ բան չկար մեզի համար։ Մեր կյանքը, մեր վանքներ, ակումբներն էին, ադրամար մեզի համար ոս շատ մեծ նշանակություն ունի, շատ չեմ ուներ պատադրել բարերով։ Ուրեմն 2021-ին, ինչպես ամենքս գիտենք, ամոթալի պայմանագիր մստորագրվեցավ, որ 98 դարով վարձակալությամբ կուտա այս հողադարածքը, անշուշտ ադգեյետ տադական գործընթացները սկսան, համայնքը ցույցերու սկսավ եւ արդեն տադական հայցերը ներկայացան եւ դուք դարձաք ամենայն մեծ աչագիծը, ամենայն մեծ բարերարը այս բայկարին, ինչն է որ ցեզի ցևով մստիբեց այս բայկարի մեջ մտնել։ Անցորը որ հոմետ մենագումտ է իրենց երբ որ խոսեցա, ասի որ Հայաստանը ինձ համար շատ կարևոր է, իմ հայրենիքն է, բայց Երուսաղեմը նույնպես ինձ համար շատ կարևոր քաղաք ունի, որ ադգավակցությունը որ ունիմ այս քաղաքի հետ չեմ ունա պատրել, աս 8-9 օրը որ ասացի ցեզի հետ բացարիք արիթեր ինձի նորեն ցեզի հետ միանալու, ցեզի հետ խոսելու եւ ցեզ մեծ շատ շնորհակալություններ հայտնելու որ չեմ ունա պատրել որչափ երախտաբար ենք մենք ցեզի եւ ինչպես առանց 3-4 օրը գիշերը պաստապանները գսեին առանց ցեզի մենք աստադնա գործընծնեինք, մենք ասողերնա գործընծնեինք, անորամար ցեզի մեծ բարդ կունենք։ Անշուշտ առանց ցեզիալ մենք միասին ենք այս բայկարի մեջ եւ դուք իսկապես մեր առաջին օրեն մեր գողքին էիք, մեր տիգունքին էիք եւ այդ գաբը հաստատվեցավ երևի Հակոբ Ջերնազյանի հետ, համահիմնադիրը Save the Ark-ի։ Առաջին զրույցը գիշեք, ինչպես եղավ։ Առաջին զրույցը որ եղավ, ուրեմն լսեցի որ 3 հատ փաստաբան հոսպիտալ կան, անդեղենը սկսավ։ Ես առաջարկեցի որ իրենց ծախսերը ես փակեմ եւ իրենց Երուսաղեմ որգեմ։ Վերջը որ եկան հոս որոշվեցավ որ դեղացի փաստաբանները պիտի բռնեք։ Սո սկսա ցեզի օգնել որ գիտեմ որ դժվար է
ամենասաղտերուն հասնելը ինձ համար մեծ ուրախություն է, որտեվ գիտեմ, որ գարիք ունենք փաստաբաններու մարդկանց, որ մեզի օգնեն, որ այս հարցը վերջնական լուծվի եւ վերջանա։ Եվ անշուշտ բախտավոր ենք, որ մեր համահայկական խումբը իրավապանական անվճար աշխատի, մեր ծախսերը անշուշտ դեղական փաստաբաններ են, համահայկականը, որը Կարնիկ Կիրկոնյանը, Գարո Ղազարյանը, Արման Տատոյանը, Լիզ Ալդաջանին եւ Անին Ազարյանն են եւ Սարո Կիրկոնյանը վերջերս միացավ նաեւ, անշուշտ իրենց շատ շնորհակալ ենք մենք։ Հիմա որ եկաք, մեկ շաբաթ է այստեղ եք, մեկ շաբաթ է գշփվիք ժողովրդին հետ, դարբեր միություններու, գուսակցություններու հետ։ Աս բայկարը գտեսնաք, որ ինչ որ փոփոխություն եղած է համայնքի մեջ, ինչ որ դրական փոփոխություն։ Ամենեն կարևոր բանը որ դեսա ինձ քանի բարեկամներ աստեղ են կրեն, այսինքն անչափ ջնշումի դակ եմ, որ Կարոտ ունին, որ դուրսեն քան մարդիկ այցելեն իրենց ժամանակ անցնեն, իրենց խիզախություն կուտա դիգա, իրենց կյանք կուտա իրենց, եւ գսկամ իրենց աչքերու մեջ ուրախությունը, ով մեկ բանի համար չէ, բայց որ ես դուրսեն եկած եմ եւ գասկնամ իրենց ցավերը, գասկնամ իրենց բոլոր մտահոգությունները եւ շատ ուրախ ժամանակ անցի այս շաբաթ, բացառիկ պատմական ժամանակ անցի այս շաբաթ։ Անշուշտ հատկապես, որովհետև նույնիսկ կորոնային վերջ, պատերազմին վերջ շատ ավելի դժվար եղավ։ Այսինքն մարդիկ ոչ թե գվախնան, գնախնդրեն չի գալ այս պայմաններում մեջ, բայց դուք որոշեցիք, որ անպայման պիտի գաք եւ ներկա լաք, անշուշտ շատ շնորհակալ ենք, որ եկաք։ Այսօր քեզի առաջնամն է որ խոսում որ այսօր մտածեցի որ այսօր ինչ լավ գլա է թե մի հատ օրը մի հատ թուր գազմագերվեմ եւ 50-100 Երուսաղեմի հայեր ոսպերենք եւ բոլորս միասին բادرակարանել ենք։ Վաու, շատ լավ կաղապար է։ Ես գտնունիմ գերգրորթեմ, վստահ եմ գրնանք իրականացնել։ Վերջապես վերջանալու համար երևի գիտեք երկար բայկար է, անշուշտ դժվար է, վերելք է, տադական գործընթացները դժվար երկար գործընթացներ են եւ մեզի պետք է ինչքան գրնանք մարդկանց ներգրավել, ներշնչել այս բայկարի մեջ, շատ կարեւոր է։ Ձեր ուղերձը, ձեր պատգամը, ամբողջ հայության ինչ է այս բայկարին վերաբերյալ։ Այսեք ես կսեմ որ օքեյ կան շատ մարդիկներ Լոս Անջելեսի մեջ կամ ուրիշ տեղեր որ կարող են մի քիչ այսինքն ամեն տրամավակներու միջոցառումներ ունեն այսինքն իրենց բարձ բանտերեն ներդրում տերեն օգնեն ցեզի արդեն կարող են շատ կամ մարդիկներ որ կարող են ցեզի օգնել որովհետև օգնության պետություն ունի եթե իրենց համար այս հողը սուրբ է բեչե դամասին օգնելու աս հողի բահապանության համար այո եւ կերկրոտենք ասեր ուղերձը եւ մեր ուղերձը նույնպես որ մարդիկ կան նաեւ այցելեն ցեզ նման որ կան այստեղ աջակցություն ցուցաբերեն ինչպես ասի համայնքը գուրախանա երբ կտեսնա որ հայերը գայցելեն որ ոչ թե միայն Երուսաղեմցի հայերը, Սաղիմա հայերը, այլ նաեւ բոլոր հայերը պետք է կան որ հասկանան, չէ, կարևորությունը այս դարածքին, այս դեղին։ Շատ շնորհակալ եմ Հակոբ որ մեր հետ ներկա եղաք որ նորեն գսեմ շատ դպարտ եմ ձեր բոլորեն այսինքն գործը որ գտանիք որ բացարիք գործ է ասիգա եւ անչափ դպարտ եմ ձեզնով եւ դուք բացարիք գործ գտնեք կորստել շատ շնորհակալ եմ ձեր բայկարին մենք շատոնց աս հողերը գործունեած կլայնք շատ շնորհակալ եմ ձեզ եւ մենք վստահ ենք որ նորեն հաջողություն կմաղթեմ այո եւ վստահ ենք նորեն տեսնենք եւ վստահ ենք որ երբ որ ցեզի նման աչագից ունենք եւ սադարող ունենք մենք մինչեւ վերջ գերտանք եւ մինչեւ հաղթանակ գերտանք շատ շնորհակալ ենք ձեր հետևողության համար արժե նշել որ տադական գործընթացները ընթացքի մեջ են եւ արդեն համայնքի ներկայացուցած տադը առաջին նիստը կունենա սեպտեմբեր 18 2025-ին որը մեր շատ սիրելի բարերար բարոն Հակոբ Փիրեջյանի ծննդյան օրն է շատ շնորհակալ ենք Մինչ հաջորդ հանդիպում։